Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ հիմա այստեղ ենք հրավիրում աշխարհի բոլոր սոված մարդկանց, որովհետեւ խոհանոցային հատվածն է հիմա մեր եթերում կլինի։ Ես եւ Մանեն շատ ուրախ ենք, դրան գումարվում է եղանակը եւ գումարվում է համեղ ուտեստի հոտերը, որ պետք է արդեն գա հիմա։ Այս պահին ամեն ինչ աշխարհում իմ սրտով է։ Եղանակը, գործընկերը, տաղավարի տրամադրությունը, բույրերը եւ իհարկե այն, ինչ պատրաստելու են մեր շատ սիրելի Անուշը, եւ այսօր, ինչպես սկզբում նշեցինք, նա մենակ չէ, նրա հետ շեֆ խոհարար Խորեն Հարությունյանն է։ Բարի լույս։ Բարի լույս սիրելի գործընկերներ։ Եթե ամանոր չի, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, ոչ, մենք շամպայնով ենք, բայց չի նշանակում, որ պետք է շամպայնը խմենք, ինչ ենք անելու։ Շամպայնով պատրաստելու ենք ապուր, որը նաև նախաճաշ է, որի մեջ նաև անտառային համերն են, նաև մեր այսօրվա եղանակը։ Այո, այնպես որ սա դնում ենք սեղանին։ Կա շամպայն, կարող եք նաև շնորհավորել բուժքույրերին, որովհետև այսօր բուժքույրերի միջազգային օրն է։ Թե ուրեմն շնորհավոր, որովհետև իսկապես շատ կարևոր է նրանք մեր կյանքում։ Հիմա դնենք մի կողմ եւ սկսենք։ Ինչ ենք պատրաստում։ Խնդրում եմ, դու տես սեղանին ինչ սնկեր են։ Իսկ ես շատ եմ սիրում հական ապուր է լինելու։ Դա է նշում, որ ամեն ինչ իմ մենք սրտով է։ այստեղ շատ յուրահատուկ սունկ ունենք։ Շամպինյոն սունկն է, բայց եւս մեկ սունկ կա, որը կոչվում է Էրինջի։ Էրինջի, նույն ինքը թագավորական կախասունկն է, շատ խիտ արմատներ ունի, ցողուն ունի եւ գլխարկ ունի։ Քանի որ հիմա հենց սնկերի սեզոնն է, որոշել ենք, որ այս ուտելիքը պատրաստենք։ Մեր սեղանին անտառային գրեթե բոլոր պնդուկ, ուրց, բրասասող, սխտոր եւ սնկեր։ Բայց ամենակարևորը այստեղ ուրցն է, որ հայկական համ ենք տալու մեր Անուշ ջան, ձեզ կխնդրեմ սնկերը։ Ես սունկը կտրեմ։ Չափսերը կապ չունի, որովհետեւ մենք իրան հետո պետքա մանրացնենք, հա, բլենդերով։ Շատ լավ։ Ինչ որ մենք հիմա պատրաստում ենք, այսինքն սնկով կրեմ ապուր ենք պատրաստում։ Լավ։ Իսկ իմ սիրելի չիաբատա հացը ինչ ենք մենք անելու։ Չիաբատա հացը վերջում պետքա ուղղակի մատուցելուց է պետք տեղադրել ամանի կողքը, որպեսզի ապուրի հետ ինքը մատուցենք։ Ես խնդրում եմ մեր ռեժիսորին կադրը տեղափոխել այս կողմ, որպեսզի մեր հեռուստադիտողները տեսնեն, թե որքան ուրախ մի կան արձագանքեց այդ պահի, երբ տեսավ դանակը հեռվից։ Ես դանակների մեծ սիրահար եմ եւ իմ սիրելի միանգամից գնահատեցինք։ Մեր խոհարարները իրենց դանակներով են պարտադիր աշխատում։ Իրականում շատ դժվար է, երբ որ խոհարարը փոխում է իր գործիքը, չէ, հատկապես ոչ պրոֆեսիոնալ դանակների հետ դժվար է աշխատել, երբ որ դու ամբողջ օրը պրոֆեսիոնալ գործիքներով ես աշխատում, այդպես է։ Դե խոհանոցի աստվածները դրանք դանակներն են, կացաներն են, այլ սարքավորումներն են, որոնց առանց որի ուղղակի չլինի պրոֆեսիոնալ խոհանոց, պրոֆեսիոնալ ուտելիքներ, հա, կլինեն ուղղակի այդպես համեղ, բայց տնային ուտելիքներ։ Հիմա մենք պրասասոխը մանրացրեցինք, պետք չի շատ տանջվել կտրատելու վրա, կարելի է միանգամից տեղափոխել իրանց կացայի մեջ ու սկսել տապակելու process-ը։ Մեզ դրա համար անհրաժեշտ է բուսայուղ, մի փոքրիկ Իսկ շամպայնը վերջում ենք ավելացնում, թե Դա ամեն դեպքում թողնում ենք այդպես։ Բոլորին հետաքրքրում է հենց շամպայնի պահը։ Ընդհանրապես գինով շատ ուտեստներ կան իհարկե, բայց շամպայն իհարկե շամպայնն էլ գինի է, բայց մենք ավելի քիչ ենք օգտագործում։ Մի տեսակ սովոր չենք, որ շամպայնել օգտագործում։ Միջալյոց աշխարհում ընդունված է նախաճաշին օգտագործել խաղուն գինին, հա, շատ ազգեր, շատ ազգեր հենց օգտագործում են, իսկ խաղն փոխանցես ոքան։ Սա հարմար է։ Մենք տապակում ենք պրասասոխը։ Կարող ենք արդեն միանգամից ավելացնել նայել սնկերը։ Սունկը, բայց մի քիչ էր երևի թե։ Չէ։ Շատ լավ է։ Պնդուկն էլ մանրացնենք։ Պնդուկը երևի մի անգամ sense մեջտեղից մանրացնելով բավարար է։ Ինձ թվում է տաղավարում հիմա պետք է անտառային այդ բույրերը
տարածվեն։ Իհարկե։ Սոխը, Կամած գալիս է այս կողմ արդեն։ Եվ իսկապես այսօրվա տրամադրությանը համահունչ է եղանակի։ մենք կավելացնենք մի պճեղ սխտոր, բայց իրան այսպես ինձ մեջտեղից կիսած։ Ամբողջը շատ չէ։ Չէ, Ես օրինակ իհարկե անփոխարինել է ինձ համար սխտորը որպես համեմունք, բայց մի քիչ ավելի քիչ եմ օգտագործում։ կարող ենք արդեն ավելացնել ուրցը, որպեսզի տապակվի ինքը նաև տապակվի ու համերը բացվի։ Այս բաղադրատոմսը դուք հորինել եք հենց մեր եթերի համար, այդպես է խորեն։ Անուշ ջան, ես երբ ձեզ հյուր եմ գալի, բոլոր բաղադրատոմսերը պատրաստում ենք առաջի անգամ հենց այստեղ։ Օ, պրեմիերա է Եվ- այսօր կարող։ Եվ միշտ է այդպես անում խորենը, մեր մյուս խոհարարներն էլ երբ գալիս են, փորձում են նոր բաղադրատոմս մտածեն, որպեսզի հետաքրքիր լինի հեռուստադիտողին, բայց ինչն է հետաքրքիր, որ միշտ այդպես ստեղծագործում է, մտածում է նախապես ինչ պատրաստի, մի հատ փորձում է, եթե լավ է Այ ստացվում ես նոր, դա էի մտածում, Այո, փորձած է, անպայման։ չէ՞, ու տեստը։ եթե լավ է ստացվում, նոր արդեն ասում է հաստատ դա կպատրաստենք։ Կարող ենք ավելացնել սոյայի սոսը արդեն։ Սոյայի սոսը ավելացնենք մի փոքր շատ։ Ինքը նաև մեր ուտելիքին Աղիությունը։ ումամի համը կավելացնի, բոլորս գիտենք, որ սնկերի մեջ պարունակում է, հա, այդ համը, նաև աղիությունը կապահովի։ Կարող ենք շատ քիչ օգտագործել։ Համեմունքներից միայն Աղ, սև պղպեղ ու ուրց։ Վերջում ես մշկնկույզի ու սերուսքի պահը տենց ավելի լավ կներկայացնենք։ Հիմա մեր հեռուստադիտողները կփնտրեն սերուցք չեն գտնի, բայց դա Ես էլ գիտեմ որտեղ է, իհարկե։ հատուկ սարքի մեջ է, որ խորենը բերել է իր հետ։ Բավական է։ Դուքն էլ ավելացնենք։ Բայց քիչ հետո կտեսնենք, թե ինչ է կատարվելու սերուցքի հետ։ Իմիջիալոց արդեն դու կարող ես եկեք սրանով զբաղվենք հիմա։ Այո։ Սա կոչվում է սիֆոն, որը փրփրացնում է, հա, սերուսքը, նրա մեջ ավելացնում է գազեր ու Փոխում է համը, թե տեքստուրան է փոխվում։ համն է փոխում ու տեքստուրան է փոխում։ Լավ։ Եկեք մի փոքր ուշ սահենք, սարքենք մոռացը վերցնենք սրա համար շատ ճիշտ ուղղացում։ Կարող եք դուք բերել, ես մինչև կխառնեմ։ Խառնում ենք, հեսա գալիս եմ ես շամպայնը։ Լավ։ Շատ լավ։ Տեսնենք ինչ կստացվի։ Իմ կարծիքով շատ հետաքրքիր ու համեղ, տարօրինակ նաև ուտեստ է սա իմ կարծիքով։ Տես, ինձ համար այս բաղադրիչներից է միակ տարբերությունը եւ թարմությունը դա ուրցն էր, որը կարելի է փորձել, նաեւ սովորական որևէ ուտեստ պատրաստելու ընթացքում, եթե կա սունկ, փորձել նաեւ համադրել ուրցի հետ եւ շամպայնը, որովհետեւ եթե պատրաստվում է այնպիսի ուտեստ, որտեղ կարելի է նաեւ օգտագործել խմիչք, իհարկե սնկի հետ սպիտակ չոր գինի։ Սա ընդունված տարբերակն է, բայց որ կարելի է նաև շամպայն, փրփրուն գինի օգտագործել, այ դա իսկապես նորություն էր մեզ Ու համար։ ինչն է հետաքրքիր, որ այս ամենը կստանա այսպիսի համեղ հետաքրքիր համ, որովհետև ես հիմա բույրը դուք զգում եք արդեն։ Այո։ Ուղղակի անմահական բույր է, ես պատկերացնում եմ ինչ համ է ունենալու, ես ինքս չեմ փորձել, բայց վստահ եմ արդեն բույրից վստահ եմ, որ համեղ է լինելու։ Եվ ամեն ինչ ճիշտ ձևով, ճիշտ չափաբաժնով ավելացրած է, կարծես թե։ Դա ամենակարևորն է։ Իդեպ նոր հիշեցի, որ ես ուրցով մի անգամ տապակել եմ դեղց կարագի մեջ։ Այո, ուրց դեղց կարագի մեջ։ Ես այդպես Եվ այն- դարչինն եմ տապակել։ Դարչին, Այո, դեղց։ դարչինը խնձորի հետ եմ շատ սիրում, բայց ուրցը հիշեցի, որ դեղցով էի փորձել եւ պաղպաղակ իհարկե վանիլային շատ։ Համերը տարածվել են, չէ՞ արդեն։ Այո, մենք խոսում ենք Բույրերն հենց էլ դրա հետ է։ մասին, որ շատ հետաքրքիր ու համեղ Հիմա բույր է։ իսկը ժամանակն է մեր խաղուն գինին ավելացնենք։ Խաղուն գինին։ Եվ ինչն է հետաքրքիր, որ մենք մատուցելու ենք բաժակների մեջ, ոչ թե ապուրամանի։ Իրան պետք է տանք սուրճի իմիտացիա,
Այսինքն որպես նախաճաշ, Այո։ սա կլինի սուրճի պահը եւ սերուսկը կլինի նաեւ այդ վրայի Հասկանա, այսինքն տեսքից երբեք չես հասկանա, որ դա ապուր է։ Անուշ ջան, ինձ թվում է չաբատայի ժամանակն է, ինձ կարող եք այսպես երկու հատ այսպես անենք, լավ իսկ Դուք կտրեմ։ կտրեք։ Եվ մատուցում ենք չորահացով։ Այո։ Ну, թարմ չաբատայով կամ չորահացով, այս սա դնենք այստեղ, որպեսզի մատուցելուց օգտագործենք։ Կարող եմ միանգամից մեր մատուցման Այո, այո։ ափսեի մեջ դնել։ Հիմա նայեք, մեր ապուրը գրեթե պատրաստ է, բայց քանի որ իրան պետք է հարենք, ես արդեն բերել եմ հարված տարբերակով։ Ահա։ Շատ լավ։ Նույնիսկ արդեն տաք է։ Այո, Եվ փոքր վերջնական տակ հասնենք ու արդեն կարող ենք մատուցել։ Նաև գուցե շատերի համար կթվա, որ սա բարդ բաղադրատոմս է, որովհետև մատուցումը գեղեցիկ է, ինչպես սկզբում նշեցինք, պրոֆեսիոնալ խոհարարին բնորոշ, եթե բայց տանը չունեք այդ նույն զենքերը, որով կարելի է սա պատրաստել, չունեք համապատասխան դանակներ, միևնույն է պատրաստելուց հետո սա այն բաղադրատոմսն է, որ կկարողանաք զարմացնել ձեր հյուրերին, ընտանիքի անդամներին մատուցելով յուրահատուկ նախաճաշ։ Ինչպես որ մենք Զարմացանք։ ահա, հիմա Հիմա արդեն կարող ենք լցնել։ մշկնկույզը Եվ, առայժմ թողնում ենք։ Մեր սիֆոնը ցավոք սրտի չեն կարող օգտագործել, բայց ուրիշ ձև կմատուցենք, որը ավելի մաչելի կլինի տնային տնտեսուհիների համար։ Այո։ տեսքա ախորժելի է։ Բնականաբար շատ համեղ, իսկ մենք կարող ենք, դուք ասացիք, որ կոչվում է թագավորական կախասունկ։ Կարող ենք ուղղակի այլ սունկ օգտագործել, Իհարկե։ ինչի դեպ փոխարեն։ Հիմա սնկերի սեզոնն է ու կարող են գնալ անտառ, հավաքել ամենաանվտանգ սնկերը եւ պատրաստել այս ապուրը։ Մանավանդ տավուշի կողքը շատ Այո։ կողմերը շատ համով սնկեր կան, որոնք Մշկնկույզը ինչ հետաքրքիր համ է հաղորդելու։ մշկնկույզը մեր ապուրին տալու է պիկանտային համ, ճիշտ ասած հայերեն տարբերակը չգիտեմ ինչպես է կոչվում։ Յուրօրինակ համ։ Եվ մի փոքրիկ կծույություն կտա, որովհետև մշկնկույսը պարունակում է իր այդ կծու նոտաները, հա։ Եվ մշկնկույզը քերում ենք շատ քիչ, ընդհանրապես սնկի հետ հաճախ են, չէ, օգտագործում մշկնկույզ։ Պարտադիր է, չէ, խորեն։ Այո։ Ну, պարտադիր չէ, բայց Լավ համ է տալիս։ Անուշ ջան, Վերջ։ ոչ քույրերի կենացը։ Այ հիմա կարելի է այդպես ասել, այո։ Եվ կարելի նաև Կարելի է նաև բարի ախորժակ մաղթել։ Բարի ախորժակ մաղթել, ասենք անուշ լինի։ Սա խմիչք էր, ամեն ինչ կարելի էր սա մեջ։ Այո։ Շնորհակալություն յուրահատուկ բաղադրատոմսի համար, որը ստեղծվել է նաև հենց առավոտ լուսոյում մեր հեռուստադիտողներին ներկայացնելու համար։ Շնորհակալություն, որ միշտ կարողանում եք զարմացնել մեզ համերով, բույրերով եւ իհարկե վիզուալ գեղեցկությամբ, որը եւս շատ կարեւոր է։ Ձեզ նույնպես շնորհակալություն։